Կալուգացին նորից արեց դա, դիտենք։ Գաղտնիք բացել, որ դուք շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր եւ իմ ինֆորմացիայով մոտարապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Հիմա հասկանում եք, թե ինչի էին ամիսներ շարունակ արհեստական բանականությամբ սարքած հայտարարություններ տարածում Կալուգացու անունից, որովհետև գիտեին, որ եթե ինքը սկսի իր բերանով խոսել, բոլորը միանգամից հասկանալու են, որ նա անգրագետ է, եւ ավելին, նման լիակատար ապուշություններ է սկսելու դուրս տալ։ Ինչն էլ տեղի ունեցավ այսօր։ Իսկ ինչ վերաբերում է հալյուցինացիա առաջացնող սնկերին, կամ ինչպես Կալուգացին է ասում, գալյուցինացիա առաջացնող սնկերին, կարծում եմ նման սնկեր ամեն օր ընդունում է նրան Հայաստան ուղարկողը, որովհետև կներեք արտահայտությանս համար, բայց միայն կայֆի տակ եղած մարդու մտքով կարող է անցնել, որ այս անգրագետը կարող է գալ Հայաստան եւ իշխանություն վերցնել։